Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք US Armenian Moms-ը YouTube-ում։ ԱՄՆ-ում հայտնի Facebook-յան կանանց խումբը US Armenian Moms-ը ընդլայնում է իր գործունեությունը։ Միգրանտ երեխաների իրավաբանական օգնության դադարեցումը։ ԱՄՆ կառավարությունը վերջնականապես դադարեցրել է Acacia Center for Justice-ի հետ պայմանագիրը, ինչը նշանակում է, որ մոտ 26,000 միգրանտ երեխա կմնա առանց իրավաբանական օգնության դատարաններում։ Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ուժեղացում մերձավոր Արևելքում պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը հրամայել է տեղակայել 2 ավիակիր նավեր տարածաշրջանում պայքարելու Իրանի աջակցությամբ գործող հութիների դեմ։ Բոինգը կկառուցի նոր ռազմական ինքնաթիռ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել F-47 կոչվող նոր ռազմական ինքնաթիռի արտադրության մեկնարկի մասին։ Թրամփի վարկանիշները նախագահության երկրորդ ժամկետի առաջին 2 ամիսներին նրա աջակցությունը գնալով պակասում է, սակայն կան հարցեր, որտեղ ունի մեծամասնության աջակցությունը։ Վեներայի եզակի երևույթը այս շաբաթվա վերջին Վեներան կարող է տեսանելի լինել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան երկնքում։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2017-ին, հաջորդը 2033 թվականին է։ 11-ամյա տղան դարձել է միլիոնատեր։ Լոս Անջելեսցի տղան հայտնաբերել է եզակի բեյսբոլի քարտ, որը վաճառվել է $1.1 միլիոն։ 344 անվանված հրդեհն արդեն այրել է մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք Մայամիի եւ Ֆլորիդա Քիզի միջև ծածկելով շրջանը ծխով եւ խափանելով երթևեկությունը։ Պայթյուն Պակոյի մայում հրավառության պատրաստման փորձի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժել է 24-ամյա տղամարդը, 26 ընտանիք տարհանվել է։ Այս եւ մի շարք այլ կարևոր լուրերի մանրամասները հաջորդիվ։ Չենք մոռանում նաեւ հավանել նյութն ու բաժանորդագրվել ալիքին։ Կանխավ, շնորհակալություն։ Միացյալ Նահանգներում ապրողները վաղուց արդեն գիտեն Facebook-յան մի խմբի մասին, որտեղ միայն կանայք են՝ US Armenian Moms։ Խումբը ստեղծվել է բացառապես Միացյալ Նահանգներում ապրող կանանց, աղջիկների ու մայրերի համար, որտեղ կարող են քննարկվել բազմաթիվ հարցեր, տղամարդկանց աչքից հեռու։ Այն դարձել է շատ սիրված հարթակ ու խմբի համահիմնադիրները որոշել են փակ հարթակից դուրս գալ ու ընդլայնել գործունեությունն արդեն YouTube-յան հարթակում։ YouTube-յան ալիքում մենք տեսնելու ենք ամեն ինչ որ կապված է կանանց հետ, մայրերի հետ, սկսած ծնող երեխա հարաբերություններ, դաստիարակություն, բժշկական հարցերից վերջացրած էմիգրացիա, այսինքն այն ամենը ինչ որ կապված է կանանց հետ եւ կինը կարող է այդ ամենը կազմակերպել, մենք դրա մասին խոսելու ենք, ինչպես նաեւ խոսում ենք խմբում, բայց այդ ամենը բերելու ենք արդեն այլ հարթակ, YouTube-յան հարթակ։ Որոշումը թիմային էր իհարկե, մեր 4 ադմիններով որոշեցինք դանել, քանի որ խումբը արդեն բավականին մեծացել է եւ մենք հասկացանք, որ պահանջարկը արդեն ավելի շատ է եւ մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին։ Ճիշտ է, շատ դժվար է, ընտանիքի անդամները ավելի շատ կփաստեն դրա մասին, քանի որ մենք ժամանակը կտրում ենք թե մեր ամուսիններից, թե մեր երեխաներից, բայց մենք աշխատասեր ենք եւ 12 տարի կարողացել ենք գրաֆիկին ադապտացվել, նշանակում է, որ ել ավելի կկարողանանք շարունակել մեր գործը։ 12 տարի Facebook-ում կանանց հետ ամեն օր պատասխանատու աշխատելով, աղջիկները չեն վախենում հանրայնացնել կանանց ուզող հարցերը, որոնք արդեն հասանելի կլինեն նաև տղամարդկանց։ Միտքը լինել ավելի ընդարձակ հարթակում ծագել է դեռևս 2 տարի առաջ։ Աննա Սարգսյանի հիմնադրած US Armenian Moms-ը նույն անունով կլինի նաև YouTube-ում։ Առաջիկա հաղորդումներն արդեն պատրաստ են, բայց դեռևս չեն շտապում դրանք դուրս բերել եթեր։ Լուսինեն, Միլենան եւ Սիրան հավաստում են, առաջիկա օրերին առաջին հաղորդումը արդեն կլինի եթերում։ Ինչպես իրենք են YouTube-յան հարթակում պնդում, գալիս են օգնելու, աջակցելու եւ միասին հաղթահարելու բոլոր մարտահրավերները, որոնց բախվում են հայ կանայք, մայրերը, աղջիկները, հատկապես Միացյալ Նահանգներում։ YouTube-ում են լինելու փոխանցելու միգրացիոն գործընթացների փորձառություններ, տրամադրելու օգտակար խորհուրդներ նորեկների համար, միավորելու ու զորացնելու մեր համայնքը, քննարկելու սոցիալական հարցեր, տրամադրելու հոգեբանական աջակցություն, կիսվելու անձնական փորձով եւ հանդիպելու ոլորտի մասնագետների հետ, ստանալու արժեքավոր պատասխաններ։ Գաղափարի հիմքում ստեղծել YouTube-յան ալիք թաքնված է նաև տղամարդկանց հետաքրքրությունը։ Խմբի ադմիններն ասում են, որ անգամ ստացել են բողոքներ արական սեռից։ Շատ տղամարդկանցից ենք այդ բողոքները լսում, որ ուզում են խմբին միանալ, բայց չի ստացվում, բայց վստահ եմ շատերը կանանց միջոցով կարողանում են իրենց հարցերի պատասխանները գտնել։ Բայց այս պարագայում կփորձենք այնպես անենք, որ արդեն մենակ կանանց չվերաբերվի այդ նյութերը, այլ օգտակար լինի բոլորի համար։ Հարցերի մեծ քանակ է գալիս խումբ եւ մարդիկ տեղեկության ինֆորմացիայի կարիք ունեն։ Մենք էլ փորձում ենք որոշ չափով հրավիրել հյուրերի, ովքեր մասնագետներ են իրենց հարցերում, իրենց բնակավարում եւ որոշ չափով կարողանում ենք մարդկանց իրազեկել իրենց
հուզող հարցերի շուրջ։ Սակայն մտածեցինք, որ միգուցե արդեն ժամանակն է, որպեսզի ել ավելի ինլայնենք մեր հարթակը, քանի որ ունենք նաև կանանց ամուսիններ եւ տղամարդիկ, ովքեր նույնպես հետաքրքրված են եւ ունեն հարցեր, բայց որոշ պատճառներով չեն կարողանում միանալ խմբին, քանի որ այն նախատեսված է կանանց եւ աղջիկների համար։ Մտածեցինք YouTube-յան ալիքը կլինի շատ կարևոր եւ լավ հարթակ, որպեսզի կարողանանք մեր տեղեկատվությունը տալ արդեն ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց նույնպես։ Դե ինչ հարգելի տղամարդիկ, կես կատակ կես լուրջ ասեմ, զինվեք համբերությամբ։ Ձեր հետաքրքրությունը շուտով կփարատվի։ Իսկ եթե լուրջ, ապա աղջիկները վստահեցնում են, որ քննարկումների առանցքում կտրվեն նաև տղամարդկանց հարցերի պատասխանները, այնպես որ կարող եք ակտիվ լինել YouTube-յան հարթակում եւ խորհուրդս բոլորին, անկախ սեռից ու տարիքից։ Այս պահից բաժանորդագրվեք ալիքին, որի հղումը կցված կլինի նկարագրությունների բաժնում, այնպես որ բոլորս կարող ենք աջակցել, որ հարթակն արագ զարգանա ու պարբերաբար հայտնվեն բովանդակալից նյութեր լի կարևոր խորհուրդներով։ Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է միգրանտ երեխաներին իրավաբանական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Նախկինում մոտ 1 ամիս առաջ ԱՄՆ առողջապահության եւ մարդկային ծառայությունների վարչությունը ժամանակավորապես դադարեցրել էր Acacia Center for Justice կազմակերպության եւ նրա ենթապայմանագրերի կողմից տրամադրվող իրավաբանական ծառայությունները միգրանտ երեխաների համար։ Սակայն մի քանի օր անց այդ որոշումը վերանայվեց եւ աշխատանքները վերսկսվեցին։ Բայց հիմա իրավիճակը ավելի է սրվել։ Վարչակազմը որոշել է ամբողջությամբ դադարեցնել պայմանագիրը։ Acacia Center for Justice-ը տարիներ շարունակ համագործակցել է կառավարության հետ ամբողջ երկրի տարածքում իրավաբանական ծառայություններ տրամադրելով առանց ծնողների կամ խնամակալների ԱՄՆ մուտք գործող միգրանտ երեխաներին։ Ծառայությունները ներառում էին ինչպես ուղղակի իրավաբանական պաշտպանություն, այնպես էլ իմացիր քո իրավունքները դասընթացներ, որոնք իրականացվում էին դաշնային ապաստարաններում բնակվող երեխաների համար։ Սակայն այսօր առողջապահության եւ մարդկային ծառայությունների վարչությունը տեղեկացրել է Acacia-ին, որ պայմանագիրը գրեթե ամբողջությամբ դադարեցվում է։ Սա նշանակում է, որ ծրագրի շրջանակում ապահովող մոտ 26000 երեխա դատարանում չի ունենա իրավաբանական պաշտպանություն։ Միակ գործող ծառայությունը կլինի իրավական ուղղորդման դասընթացները։ Ի տարբերություն քրեական դատարանների արտաքսման գործընթացներում մարդիկ չունեն իրավական ներկայացուցչության իրավունք, սակայն ընդունված է, որ առանց ծնողների կամ խնամակալների միգրանտ երեխաները հատկապես խոցելի են այս համակարգում, ուստի թրաֆիկինգի զոհերի պաշտպանության մասին ակտը 2008 թվականից սահմանում է հատուկ պաշտպանություններ նրանց համար։ Պայմանագրի դադարեցումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, մարտի 29-ին նախատեսված վերականգնման ժամկետից շուտ։ Ծրագիրը ֆինանսավորվում էր հնգամյա պայմանագրով, սակայն կառավարությունը կարող էր որոշում կայացնել ամեն տարվա ավարտին այն վերականգնել կամ դադարեցնել։ AI-ի կամ արհեստական բանականության վատագույն կողմերը։ Միսիսիպիի նախկին միջնակարգ դպրոցի ուսուցչի դեմ դաշնային մեղադրանքներ են ներկայացվել այն բանի համար, որ նա օգտագործել է արհեստական ինտելեկտը դպրոցականների սեռական բռնության տեսանյութեր ստեղծելու համար, հայտնում են պաշտոնյաները։ 30-ամյա Ուիլսոն Ջոնսը ձերբակալվել է նախորդ շաբաթ, թեև նա աշտանը արդեն իսկ լքել էր Կորինթի միջնակարգ դպրոցը տեսանյութերի հայտնաբերումից հետո։ Ոստիկանությունը եւ FBI-ը միասին են աշխատել ու ձերբակալել Ջոնսին։ Դաշնային դատավորն ավելի ուշ սահմանել է 20,000 ԱՄՆ դոլարի չապահովագրված գրավ եւ Ջոնսին պահել է տնային կալանքի տակ GPS մոնիտորինգի վերահսկողությամբ։ Կալիֆոռնիայում արգելվում է ավելի մեծ տարողությամբ փամփշտակալները։ Միացյալ Նահանգների 9-րդ վերաքննիչ դատարանը 7-4 ձայների հարաբերակցությամբ որոշել է, որ Կալիֆոռնիայի օրենքը, որը արգելում է զենքի համար ավելի քան 10 փամփշտակալների օգտագործումը, չի խախտում երկրորդ փոփոխությունը։ Այնուամենայնիվ, դատավոր Լորենս Վան Դայքը համաձայն չէ այս որոշման հետ եւ իր կարծիքը ներկայացրել է բավականին անսովոր կերպով։ Նա հրապարակել է YouTube-ում տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում տարբեր տեսակի զենքերը եւ ինչպես են օգտագործում մեծ փամփշտակալները։ Վան Դայքն ասում է, որ եթե այս արգելքը հաստատվելու է, ապա պետությունը կարող է արգելել ցանկացած զենքի պարագա ըստ իր ցանկության, ինչը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները։ Նա քննադատում է գործընկերներին, պնդելով, որ նրանք սխալմամբ թույլ են տալիս կառավարությանը կամայականորեն ընտրել, ինչն է թույլատրելի եւ ինչը ոչ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան ողջունել է այս որոշումը, նշելով, որ այն կյանքեր է փրկում։ Այս օրենքը սահմանափակում է այն փամփուշտների քանակը, որոնք կարող է արձակել հարձակվողը մինչև վերալիցքավորումը, ինչը կարող է կանխել զանգվածային սպանությունները, նշել է նա։ Օրենքն ընդունվել էր որպես հանրային անվտանգության միջոց, սակայն Վան Դայքը պնդում է, որ այն խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Անսպասելի շրջադարձ Մերիլենդում մի օրենքի ընդունումից հետո։ Նահանգում նոր օրենքի համաձայն, որը վերացրել է երեխաների նկատմամբ սեռական բռնության պահանջների սահմանափակումները, հազարավոր մարդիկ այժմ պահանջում են արդարադատություն։
Orlando Trey Jones-ը, ում հայրը սպանվել է Բալտիմորի ոստիկանության կողմից, իսկ մայրը մահացել է ալկոհոլիզմի պատճառով, բռնել էր հանցավոր աշխարհում գումար վաստակելու ճանապարհը, ինչի արդյունքում դեռահաս տարիքում ձերբակալվել էր։ Ջոնսի խոսքով նրան մի քանի անգամ սեռական բռնության են ենթարկել աշխատակիցներ, իսկ մյուսները հսկել էին, որ ոչ ոք չտեսնի։ Մերիլենդում ընդունվել է երեխաների զոհերի մասին ակտը, որը թույլ է տալիս զոհերին դատական հայց ներկայացնել անկախ իրենց տարիքից։ Օրենքը սկզբում նախատեսված էր կաթոլիկ եկեղեցու կողմից կատարված բռնությունների բացահայտման համար, բայց հիմա բազմաթիվ հայցեր են ներկայացվում։ Նահանգի ղեկավարները մտահոգված են, որ բյուջեն չի կարողանա ապահովել բոլոր դիմումատուների փոխհատուցման վճարները։ Հետաքննությունները ցույց են տալիս, որ բռնության դեպքերն ընդգրկել են ամբողջ նահանգը եւ տարիներ շարունակ կրկնվել։ Բացի ֆինանսական փոխհատուցումից նրանք պահանջում են Մերիլենդի արդարադատության համակարգի արմատական բարեփոխումներ։ Այսօր 56-ամյա Ջոնսը աշխատում է Ջորջթաուն համալսարանի բանտային եւ արդարադատության բաժնում, որտեղ ուսուցանում է զանգվածային բանտարկությունների եւ բանտային բարեփոխումների թեմաներ։ Miami-Dade County շրջանում բռնկված խոշոր հրդեհը շարունակում է այրվել, ինչի պատճառով շրջանը ծածկված է ծխով, իսկ ճանապարհները պարբերաբար փակվում են։ Ֆլորիդայի անտառային ծառայությունը եւ պետական այլ գործակալություններ պայքարում են 344 անմանված հրդեհի դեմ 8 օր շարունակ։ Մարտի 20-ի ժամը 17-ի տվյալներով հրդեհն այրել է մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք եւ շարունակում է այրել ավելի շատ տարածքներ ու վերահսկվում է միայն 30%-ով։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Հրդեհն այրվում է միջպետական 1 մայրուղու եւ Card Sound Road-ի միջև գտնվող վայրում, հարավարևելյան Everglades արգելոցային տարածքի մի հատվածում։ Չնայած հրդեհը բնակելի կամ առևտրային տարածքներին չի մոտեցել, սակայն ճանապարհների հաճախակի փակումները լուրջ խնդիրներ են առաջացնում։ Հրդեհը նաև պատճառ է դարձել էլեկտրական գծերի վնասմանը եւ ժամանակավոր խափանումներին։ Miami-Dade շրջանի հրշեջ փրկարար ծառայությունը կոչ է անում բնակիչներին հետևել պաշտոնական հայտարարություններին եւ ապահով մնալ։ Հյուսիսային Կարոլինայի Polk County շրջանի բնակիչներին հրահանգվել է տարհանվել, քանի որ մի շարք հրդեհներ են բռնկվել բնակավայրերին մոտ։ Պաշտոնյաները հայտնել են 3 խոշոր հրդեհների մասին։ Black Cove Fire-ն ավելի շատ անտառային հատվածներում է, սակայն Deep Woods Fire-ը հասցրել է վնասել 1 կառույց, իսկ Fishhook Fire-ը առնվազն 6։ Տարհանման հրաման է տրվել մի շարք բնակավայրերի։ Հյուսիսային Կարոլինայի անտառային ծառայությունը հայտարարել է, որ ուրբաթ առավոտից ուժի մեջ է դրվել նաև հրդեհների արգելանքը։ Արգելվում են բոլոր տեսակի բաց հրդեհները բոլոր շրջաններում, անկախ նրանից արդյոք դրանք նախկինում թույլատրվում էր, թե ոչ։ Արգելանքը խախտողները կարող են տուգանվել մինչև $100 ու կանգնել դատարանի առջև։ Պալիսեյցի եւ Իթնի հրդեհներից տուժած բնակիչները մինչև մարտի 31-ը ժամանակ ունեն որոշելու, թե ինչպես են մաքրելու իրենց զույգերի մոխրացված տարածքները։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը կոչ է անում հրդեհներից տուժած բոլոր սեփականատերերին միանալ ԱՄՆ-ի զինված ուժերի ինժեներական կորպուսի միջոցով իրականացվող անվճար մաքրման ծրագրին։ Նա նաև հայտարարել է նոր արտակարգ գործադիր հրաման, որի նպատակն է արագացնել վերականգնման գործընթացը եւ պաշտպանել բնակչությանը ապագա աղետներից։ Զինված ուժերի ինժեներական կորպուսը հայտնում է, որ եթե բնակիչները դեռևս չեն գրանցվել ծրագրում կամ եթե նախկինում հրաժարվել են ու դեռևս չեն սկսել մաքրման աշխատանքները, նրանք կարող են գրանցվել հետևյալ կայքում։ Հղումը կգտնեք նաև այս նյութի նկարագրություններ բաժնում։ Բնակիչները կարող են նաև վարձել իրենց սեփական կապալառուներին, բայց դա կարող է շատ թանկ արժենալ։ Բացի այդ, նման դեպքերում ամբողջ պատասխանատվությունը մնում է տանտերերի վրա։ Քաղաքապետ Բասը հորդորում է օգտվել անվճար ծրագրից, ապահովելու արագ եւ անվտանգ վերականգնումը։ Պակոյիմայի Remington Street 13-500 թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը մասնակիորեն ոչնչացրել է տունը ու ծանր վիճակում թողել մի տղամարդու, ավելի քան 2 տասնյակ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները։ Պատահարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ին եւ ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության պատճառը համարվում է հրավառությունների պատրաստման գործընթացը։ Տուժողը 24-ամյա տղամարդ է, որը ենթադրաբար զբաղվում էր հենց հրավառությունների արտադրությամբ։ Նա ստացել է առաջին աստիճանի այրվածքներ մարմնի առնվազն 50%-ի մասում եւ գտնվում է ծանր վիճակում։ Բուժման ավարտից հետո նա հավանաբար կկանգնի նաեւ բազմաթիվ մեղադրանքների առջև։ Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակից Քևին Տերզեսը նշել է, որ հետաքննությունը պետք է անցնի դանդաղ եւ զգուշությամբ, անվտանգության նկատառումներով։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է հրավառությունների պատրաստումը առանց համապատասխան անվտանգության միջոցների։ Այսօր Իլոն Մասկն այցելել էր Պենտագոն։ New York Times-ը հրապարակել էր մի տեղեկատվություն, որ նրան ցուցադրվել է պետական գաղտնիք պարունակող նյութեր։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի պլանները չպետք է կիսվեն Իլոն Մասկի հետ, հաշվի առնելով նրա բիզնես շահերը։ Սա հազվադեպ դեպք է, երբ նախագահը սահմանափակում է Մասկի ընդգրկուն դերը կառավարությունում։ Թրամփը լուրն իմանալուն պես զանգահարել է Պեթ Հեքսեդին, որը հերքել է տեղեկատվությունը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ հաղորդումները, թե Մասկին տեղեկացրել են Չինաստանի դեմ ենթադրյալ պատերազմի պլանների մասին, կեղծ են։
Մասկը այցելել է Պենտագոն քննարկելու ծախսերի կրճատման հարցերը, ինչը նա իրականացնում է կառավարության արդյունավետության վարչության միջոցով։ Պաշտպանության համակարգում նախատեսվում է կրճատել մոտ 50-ից 60 հազար քաղաքացիական աշխատատեղ։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը որոշել է ուժեղացնել Միացյալ Նահանգների նավատորմի ներկայությունը Մերձավոր Արևելքում, հրամայելով հաջորդ ամիս այնտեղ տեղակայել 2 ավիակիր նավեր, քանի որ Միացյալ Նահանգները ավելացնում է իր գրոհները Եմենում տեղակայված հութիների դեմ։ Սա կլինի 6 ամսվա ընթացքում երկրորդ դեպքը, երբ Միացյալ Նահանգները 2 ավիակիր նավային հարվածային խմբեր է այդ տարածաշրջանում տեղակայում։ Հեքսեթի քայլը նպատակ ունի ուժեղացնել Միացյալ Նահանգների արշավանքը Իրանի աջակցությամբ գործող հութիների դեմ։ Միացյալ Նահանգների նավերը եւ օդանավերը կսկսեն նոր ինտենսիվ գրոհներ ապստամբ խմբավորման դեմ, այդ թվում նաեւ այս շաբաթվա վերջին սպասվող հարվածները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հայտարարել է, որ Boeing ընկերությունը կկառուցի ռազմաօդային ուժերի ապագա ռազմական ինքնաթիռ, որը համաձայն Պենտագոնի կունենա թաքնվածության եւ ներթափանցման հնարավորություններ, որոնք զգալիորեն գերազանցում են ներկայիս նավատորմի հնարավորություններին եւ կարեւոր է Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ Նոր ինքնաթիռը հայտնի է որպես Next Generation Air Dominance, այն նախատեսված է լինելու որպես ղեկավարվող ինքնաթիռ ապագա անօդաչու թռչող սարքերի նավատորմի համար, որոնք նախատեսված են Չինաստանի եւ այլ հնարավոր թշնամիների հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով ներթափանցելու համար։ Նախնական պայմանագիրը, որը նախատեսում է արտադրության մեկնարկը ռազմաօդային ուժերի համար նախատեսված տարբերակի համար, գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար։ Թրամփը, որը հայտարարել է պայմանագիրը Սպիտակ տանը պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթի եւ ռազմաօդային ուժերի ղեկավարների հետ միասին, ասել է, որ նոր ինքնաթիռը կոչվելու է F-47։ Շատերը կասկածում են ծրագրի արժեքի եւ անհրաժեշտության վրա, քանի որ Պենտագոնը դեռևս պայքարում է ներկայիս ամենաառաջադեմ ինքնաթիռի F-35-ի ամբողջական արտադրությունը ավարտին հասցնելու համար։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին 2 ամիսները ցույց են տալիս, որ հակասական կարծիքները շարունակում են մեծացնել դրականի ու բացասականի միջև անջրպետը։ Թեև նրա համընդհանուր հավանության մակարդակները նախագահության սկզբում ավելի բարձր էին, քան 2017 թվականին, այնուամենայնիվ դրանք դեռևս ավելի ցածր են, քան ցանկացած այլ ժամանակակից նախագահի տվյալները։ NBC News-ի հարցման արդյունքներով Թրամփի գործունեությանը չաջակցողների թիվը 4%-ով գերազանցում է աջակցողներինը։ Հարցումն իրականացվել է մարտի 7-ից 11-ը 1000 գրանցված ընտրողների շրջանում։ Սխալի չափը +-3.1% է։ Էկոնոմիստ YouGov-ի հարցման մասնակիցների 51%-ը բացասական կարծիք ունի Թրամփի գործունեության մասին, մինչդեռ 46%-ը դրական։ Հարցումն իրականացվել է մարտի 16-ից 18-ը 1618 չափահասների շրջանում։ Morning Consult-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփին աջակցման մակարդակը դարձել է բացասական, 50%-ը գոչ է նրա աշխատանքից, իսկ 40%-ը գոհ է։ Հարցումները իրականացվել է մարտի 14-ից 16-ը 2210 գրանցված ընտրողների շրջանակում։ Մեկ այլ հարցման արդյունքում RMG Research-ի 54%-ը գոհ է Թրամփի աշխատանքից, իսկ 44%-ը ոչ։ Մարտի 16-ից 13-ը հարցումն իրականացվել 3000 գրանցված ընտրողների շրջանում։ Տնտեսության ներգաղթի եւ ազգային անվտանգության հարցերում Թրամփի որոշումները մնում են գլխավոր ուժեղ կողմերը, հատկապես ներգաղթի 55% եւ ազգային անվտանգության 52% հարցերում նրա վարկանիշը բավական բարձր է։ Թրամփի վարկանիշները դեռևս կարող են տատանվել, քանի որ վարչակազմի որոշումները շարունակում են առաջացնել հակասական արձագանքներ։ Առաջիկա ամիսներին նոր հարցումները ավելի հստակ կցուցադրեն, թե ինչպես է փոխվում հանրային կարծիքը։ Այս շաբաթվա վերջին մարդիկ կարող են փորձել նկատել Վեներան, որը կանցնի երկրի եւ արևի միջև։ Սակայն աստղագետները զգուշացնում են, որ արևի շողերի մեջ այն գտնելը հեշտ չի լինելու։ Վեներայի ուղեծիրը արևի շուրջ պտտվելիս երբեմն առաջացնում է մի երևույթ, որ աստղագետներն անվանում են ներքին համադրություն։ Այն տեղի ունենում, երբ մոլորակը անցնում է երեկոյան երկնքից առավոտյան երկինք։ Այս անգամ ներքին համադրությունը տեղի կունենա շաբաթ երեկոյից մինչև կիրակի առավոտյան ընկած ժամանակահատվածում։ Նորության ամենահետաքրքիր մասն այն է, որ հյուսիսային կիսագնդի աստղադիտողները կարող են Վեներային տեսնել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան երկնքում մի քանի օրվա ընթացքում։ Այս երկակի երևույթը վերջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականին եւ հաջորդը կլինի միայն 2033-ին։ Վեներային տեսնելու համար հատուկ սարքավորումներ անհրաժեշտ չեն, քանի որ այն երրորդ ամենապայծառ մարմինն է արևից եւ լուսնից հետո։ Ավելի լավ դիտելու համար գտեք այնպիսի վայր, որտեղից հորիզոնը հստակ երևում է։
Արգելի ծնողներ, գուցե սա ձեզ կհամոզի գնել ձեր երեխաների սիրելի փոխանակման քարտերը։ 11-ամյա Լոս Անջելեսի մի տղա Սուրբ Ծննդյան տոնին ստանալով թանկարժեք բեյսբոլի քարտերի տուփ դարձել է միլիոնատեր։ Ավելի քան $200 քարտերի տուփում գտնվել է եզակի միակ օրինակը հանդիսացող նորեկի քարտ, որը պարունակում էր 2024 թվականի ազգային լիգայի լավագույն նորեկի Փոլ Սկինզի պատկերը։ Թեև Սկինսի թիմը Pittsburgh Pirates-ը առաջարկել էր նրան աննախադեպ առաջարկ, ներառյալ հետևի շարքի 2 սեզոնային տոմսերը 30 տարով, տղան հրաժարվել է այդ առաջարկից։ Քարտը վաճառքի է հանվել աճուրդում եւ 3 երեկոյան Tubes ընկերությունը հայտարարել է, որ այն վաճառվել է $1.1 միլիոն։ Սա բոլոր ժամանակների 6-րդ ամենաբարձր գնով վաճառված բեյսբոլի քարտն է եւ երկրորդ ամենաբարձր գինը ակտիվ խաղացողի քարտի համար։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։